կենտրոնում, որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում ես վեր է խոյանում Գագիկ Խաչատրյանի շքեղ դղյակը, որը կարծես կոռուպցիա եւ թալանի հուշարձանը լինի Երևանի կենտրոնում։ Մանումենտով բարձրանում ես ձախի վրա, տեսնում ես Ազգային ժողովի կերպարով Հովիկ Աբրահամյանի տունը, որ լոլիկներով էր կառուցել, կարծես թե, եւ սենց մարդիկ, մեր քաղաքացիները կարծում եմ նաեւ այնքան արմատացած եղել կոռուպցիան եւ թալանը Հայաստանի Հանրապետությունում եւ ավանդույթի նաեւ մշակութային արդեն ինչ որ բանա դարձած եղել Հայաստանում, ազգային բանա դարձած եղել Հայաստանում, կոռուպցիան ու թալանը, որ մեզ ինչ-որ էմոցիոնալ եւ ընկալումների մակարդակում նաեւ ինչ-որ քաղաքական միգուցե միջոցառումներ են պետք, ես չգիտեմ ինչեր են պետք, բայց այդ աչք ծակող գույքերը ես կարծում եմ դրանց հետ ինչ-որ հանրային նշանակության փոփոխություններ են միգուցե պետք իրականացնել, երբ որ դրանք ուրեմն կհայտնվեն ապօրինի գույքի տիրույթում, ես հույս ունեմ, որ այս իմ թվարկած աչք ծակող գույքերը քննության եւ անգամ գնահատման փուլում են գտնվում։